Պարոն Զոհրաբյան, նկատեցինք, որ Ստեփան Ասատրյանը նրա ներկայացուցիչը չեն եկել դատարան, ես նաև հիշում եմ, որ Արման Սարոյանի հայցով եւս չեն ներկայանում դատարան, նախ ինչով եք դուք պատճառավորում նրանց այստեղ չներկայանալը։ Նախ ուզում եմ ասել, որ հայցադիմումը Արման Սարոյանի եւ Ստեփան Ասատրյանի եւ Արամ Այստախմազյանի նույնն է։ Այսինքն նույն մարդն է կազմել, համարյա տեքստը նույնությամբ վերարտադրել են, ընդհանուր նաև որոշակի տեքստեր կա, որ եպիսկոպոսին վերագրվելիք տեքստերը դա էլ են թողել մեջը։ Եվ այնտեղ էլ Արման Սարոյանը ինքը հայտարարել, որ ինքը չի մասնակցելու դատական նիստին, նաև այս մարդիկ էին այսպես գրել։ Դա դե իրանց իրավունքն է, այսպես ասեմ, դատական նիստին չմասնակցելը։ Կներեք, պարոն Զոհրաբյան, դատավորին Սիմոնովյանին բացառքի միջնորդություն ներկայացրիք, այս դատարանի ձեր ակնկալիքները ինչպիսին են, ինչպիսի կանխատեսում ունեք արդյոք կբավարարվի։ Տեսեք, նախ եւ առաջ դատավորը երբ որ սկզբից հայցի իմացանք ներկայացվել էր իրեն, մենք պատշաճ դիմում ներկայացեցինք, ներկայացնելով մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումներն ու դիրքորոշումները, ասելով, որ դուք չեք կարող քննել այս գործը։ Եվ նաև ներկայացեցինք անպատասխան ապացույցներ, որ աշխատանքային փոխհարաբերություններ չկա այդ կարգալուծեղացների եւ մայրաթորի միջև։ Նա վերադարձել էր հայցադիմումը եւ մեզ թվաց, որ նույնիսկ ասացինք շատ լավ է, որ դատավորները իրոք դա գիտակցեցին, հասկացան եւ նման ճիշտ դիրքորոշում ընդունեցին, բայց հետագայում կրկին ներկայացվել էր, ըստ էության լուրջ փոփոխություններ չէին արել, հայցը կրկին են ներկայացել, նրանք հերիք չընդունել են վարույթ, նաև հայցի ապահովման միջոցներ են ձեռնարկել։ Ես կարծում եմ այս դատավորները իմ գնահատմամբ որոշակի ճնշման ներքո են գործում, դա ակնհայտ երևում է, որովհետև նման ակնհայտ ակնառու ապօրինի որոշում չեն կայացնում։ Ինչ է նշանակում դատանի որոշման պարտադրել աշխարհիկ անձին, որ նա քահանայի գործառույթ անի։ Այսպիսի բան չի եղել, ես այսպիսի բան չեմ լսել։ Ոստիկ աշխարհիկ անձին պարտադրեն, որ նա քահանայի գործառույթ անի, չի կարող այսպիսի բան լինել։ Հոգևոր տիրույթ իրավունք չունի մտնի դատարանը։ Դա արգելված է մեր օրենքով, ուրեմն կրոնական կազմակերպությունների խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին օրենքի 18-րդ հոդվածում ուղղակի գրած է։ Պետությունը չի միջամտում եկեղեցու ներքին կյանքին։ Եվ չի ասում է գործադիր իշխանությունը կամ օրենսդիր, ասա պետությունը։ Դրա մեջ մտնում են բոլոր իշխանությունները։ Ասում է չի կարող, արգելվում է միջամտել, հենց այդպես արգելող բառ է գրած։ Հիմա այս սուբյեկտները անտեսում են օրենքի պահանջը եւ նման որոշում են կայացրել եւ սա հետևանքներ է ունենալու։ Պատկերացրեք հիմա լավ, ինչ են անելու քահանաները։ Քահանաները հայտարարել են, որ իրենք դա չեն ընդունելու։ Ասկան ինչ քրեական պատասխանատվության են ենթարկելու։ Պատահական չէր, որ ես օրինակ բերեցի Գրիգոր Լուսավորչի ժամանակ, երբ որ Գրիգոր Լուսավորչին հարկադրում էր պետական իշխանությունը, որ նա կուրքերին երկրպագի։ Եվ Գրիգոր Լուսավորիչը 14 տարի խորվիրապում անցկացրեց չերկրպագելով։ Հիմա իհարկե նման խորվիրապի պայմաններ չունեն, բայց քրեական պատասխանատվության սպառնալիքը կա։ Հիմա ինչ անի լավ քահանան։ Այսինքն մի դեպքում պատկերացրեք ինքը դատանի որոշմանը ենթարկվի, կհակադրվի ընդհանրապես կրոնական իր համոզմունքներին, ընդհանրապես եկեղեցական կանոններին եւ հիմք կդառնա իր այդ գործողությունները սրբապղծության։ Հիմա մյուս դեպքում նա եկեղեցական կանոնները պահի, սրբությունը պահելու ճանապարհով գնա, ստացվում է իրավախախտ է։ Այս տիպի, ոնց ասեմ, պարադոքսալ ընտրության առջև են իրեն կանգնացրել եկեղեցականը։ Պարոն Զոհրաբյան, դուք նշեցիք, որ այսպես ամեն ինչ ավելի օրենքի շրջանակում որպեսզի դատավորը քրեական պատասխանատվության ենթարկվի, սա դուք պատրաստվում եք դիմել ինչ-որտեղ եւ որ Այո, ես հիմա նյութեր եմ հավաքում, քանի որ Բարձրագույն դատական խորհրդի ես այդ ֆիլտրը պետք է հաղթահարեմ, որովհետև գիտեք, դատավորը ունի իմունիտետ, պետք է Բարձրագույն դատական խորհուրդը տա համաձայնություն, նա նկատմամբ քրեական հետապնդում սկսվի, իսկ քանի որ Բարձրագույն դատական խորհուրդը այս պահին մենք իր հայտարարությունից գիտենք, թե ինչ դիրքորոշում ունի, ես որոշակի ժամանակի եւ ապացուցողական բազայի անհրաժեշտություն ունեմ։ Նյութերը միայն այս դատավորի, թե նաեւ Այո, Էդգար Հովհաննիսյանը, Հովհաննես Մելքոնյանը, 3 դատավորներ, իրենք պետք է պատասխանատվության ենթարկեն, որովհետեւ իրենք շատ, ոնց ասեմ, ծանր սխալ գործողություն են կատարել, իրենք հատել են կարմիր գիծը։ Եվ պարոն Զոհրաբյան, այն քրեական վարույթը, որում ասում են 7 բարձրաստիճան հոգևորականները եւ նաեւ վեհապարը շարունակվում է նախաքննությունը, ինչ փուլում է խափանամիջոցի փոփոխություն եղել է, թե չի եղել։
Հրապարակ հայրապետի մասով խափանման միջոցի փոփոխություն չի եղել, այո, այդ գործի քննությունը շարունակվում է, այդ գործն էլ բնականաբար այս նման երևույթներից մեկն էր, դա էլ փաստորեն Էդգար Հովհաննիսյանի որոշման հիման վրա էլ այս գործը, այսպես ասած, ստեղծվել եւ Էդգար Հովհաննիսյան դատավորի անունը հավերժ պատմականորեն արձանագրվել է որպես ամենայն հայոց կաթողիկոսի համար քրեական պատասխանատվության հիմք ստեղծած դատավոր։ Իր անունը հավերժ արձանագրվելու է այդ իմաստով, որովհետեւ ինքը մի բան էլ արել, մի դուռ է բացել, որը իրավունքը չուներ։ Զահրաբյան, եթե իրադարձությունների շղթան ներկայացնեք, այսօր այս դատին ինչ էր նախորդել եւ մարտի 12-ին ինչ է ենթադրվում, որ կլինի։ Ուրեմն դատավորը հայց ընդունել էր վարույթ, կիրառել էր հայցի ապահովման միջոց եւ արտավորեցրել էր հայ առաքելական Սուրբ եկեղեցուն, որպեսզի Ստեփան Ասատրյանին որպես հոգևոր հովիվ ընդունի եւ նա պաշտոնավարումը ապահովի։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցին ներկայացրել էր միջնորդություն հայցի ապահովումը վերացնելու վերաբերյալ, որովհետեւ նման իրավունք ունի, այսօր պետք է քննվեր այդ միջնորդությունը։ Բայց նաեւ քանի որ առաջի կոնտակտի ժամանակ դատավորը պարզում է ընդհանրապես բացառք ունեն կողմերը թե չունեն, անձը ճշտելուց հետո պետք է այդ հարցին անդրադառնալ, որին չանդրադարձավ։ Բայց մենք մեր այդ իրավունքից օգտվելով մեր անվստահությունը հայտնեցինք դատավորին։ Հիմա հաջորդ նիստը, որ ինքը նշանակեց, հրապարակելու է բացարկի վերաբերյալ իր որոշումը, եւ եթե բացարկը մերժեց, ապա շարունակելու է մեր միջնորդության քննարկումը, այսինքն քննվելու է մեր միջնորդությունը հայցի ապահովում վերացնելու մասին։ Եվ պարոն Զոհրաբյան, ասեք դուք տեղակ եք այն պաշտպանող ասեք Միքայել Սրբազանի դատարանու շահերը, որով նա հայց է ներկայացրել Ստեփան Ասատրյանի դեմ, այսօր հայտի դարձավ հայ իր անունը առատավորելու համար, ավելի կմանրամասնեք, որ նախադասության բառակապակցության համար է։ Ստեփան Ասատրյանը զրպարտել էր Միքայել Սրբազանին, կարծեմ ասել էր, որ նա ընտանիք ունի, եւ Միքայել Սրբազանը, երբ որ արդեն տնային կալանքի մեջ էր եղել, հնարավորություն ունեցել արդեն որոշակի տեղեկատվական աղբյուրներին ծանոթանալ, այդ իմաստով դատական հայց է ներկայացվել Ստեփան Ասատրյանի դեմ։ Պարոն Զոհրաբյան, եւ ասում եք, որ այն հայցերով, որով դատարանները, դատավորները զբաղվում, դատավորների վերաբերյալ վրա որոշակի ճնշումներ կան, եւ այս հայցը ներկայացնելիս հաշվի առնվել է արդյոք կբավարարվի, թե չի բավարարվի այդ ճնշման ռիսկը գնահատվում է։ Այո, ճնշման ռիսկը միշտ էլ գնահատվում է, բայց մենք ունենք, քանի որ իրավական պետություն ենք մեզ համարում, մենք այդ իրավական լծակներից պետք է փորձենք օգտվել։ Գիտեք ինչ, թեկուզ պատմության համար, թեկուզ ապագայի համար դա պետք է անել, որովհետև եթե կա մի դատավոր, մի քննիչ, մի դատախազ, եւ պետք է ինքը ընտրություն կատարի, ինչ է անում, օրենքն է պահում, թե պահում է ինչ-որ անձանց շահերը, եւ եթե նա այդպես է անում, ապա ապագայի համար ինքը առերեսվելու այդ խնդրի հետ։ Մենք մեր իրավական լծակներից օգտվելու ենք, մենք մեր գործի պատասխանատուն ենք, իրենք իրենց արածի պատասխանատուն են։